Ադրբեջանը գործում է շատ հստակ եւ շատ հմուտ։ Առաջինը Ադրբեջանի վերջին քայլերը Իրանի դեմ եւ Ռուսաստանի դեմ ունեն պատճառներից մեկը գոնը, այն է, որ Բաքվում նկատեցին Հայաստանի կտրուկ մերձեցում արևմուտքի հետ եւ Ադրբեջանը շտապում է առաջ ընկնել, որքան մտերիմ է Հայաստանը արևմուտքին, այդքան հեռանում է Ադրբեջանը Ռուսաստանից եւ այստեղ ոչ մի պարադոքս չկա, որովհետեւ Ալիևը խաղում է մեծ խաղ եւ պետք է խոստովանել հմտորեն է խաղում այդ խաղը եւ Իրանն էլ զուսպ է իր քննադատության մեջ, որովհետեւ Իրանը հասկանում է, որ որքան նա կոշտ արտահայտվի Ադրբեջանի դեմ, այդքան բարձրանում է Ադրբեջանի միջազգային վարկանիշը եւ կշիռը, այո, իհարկե, որովհետեւ Ադրբեջանը շատ հմտորեն օգտվեց այն հանգամանքից, որ դառնալով ժամանակին Իսրայելի դաշնակիցը, նա մեխանիկորեն, անուղղակիորեն, բայց շատ հստակ, մենք ձեզ հետ այդ մասին խոսել ենք, դառնում է նաև Միացյալ Նահանգների դաշնակիցը։ Ուզենք թե չուզենք, դա այդպես է։ Եվ արժեքը կշիռ, ինչպես դուք ասում եք, կտրուկ բարձրացավ Ադրբեջանը։ Ի տարբերություն Հայաստանի միջայլոց։ Հայաստանի այս գործողությունները դա յուրահատուկ պատասխան է դրան, որովհետև անհրաժեշտ է գոնե մի փոքր հավասարեցնել այն առավելությունը, որը ստացավ Ադրբեջանը վերջին շաբաթներին։ Կրկնում եմ, Ադրբեջանի կարևորությունը միջազգային ասպարեզում անչափ բարձրացավ Իսրայել-ամերիկա իրանական այս բախման շնորհիվ եւ Հայաստանին մնալ Իրանի լավ հարևան եւ Ռուսաստանի դաշնակից արդեն պարզապես մահաբեր է թվում։ Ես չեմ ասում, որ դա հիմնական պատճառն է վերջին կտրուկ քայլերի, որովհետև մենք այսօր ձեզ հետ անպայման, ես կարծում եմ, կանդրադառնանք այն զարմանալի եւ ինձ կոնը շատ ուրախացնող քայլերի, որ վերջին ժամերին, վերջին 1-2 օրվա մեջ արվում են խոսքերին, որ հնչում են Հայաստանից Ռուսաստանի վերաբերյալ առաջին անգամ։ Արաբական Լավրովի մասին է խոսքը, կանդրադառնանք այո, բայց ամփոփելով այդ Իրանի պատմությունը, Իրանը բնականաբար չի ցանկանում Ադրբեջանի քաղաքական ուժեղացումը, այդ պատճառով շատ զուսպ է արտահայտվում, թեև շատ լավ հասկանում է Ադրբեջանի թշնամական եւ վտանգավոր Իրանի համար կեցվածքը։ Եվ Ադրբեջանում փաստորեն 3 հայտարարվեց, որ 2 գործակալներ են FSB-ի գործակալների են ձերբակալել Սպուտնիկ Ադրբեջանում եւ Ադրբեջանում եւ կարծես թե Հայաստանում Ռուսաստանի գործակալների են որոնում, բռնում, փորձում չեզոքացնել, բացահայտել, չեք գտնում, որ այստեղ էլ ինչ որ շատ հետաքրքիր զուգադիպություն է ժամանակի մեջ, դա կապ ունեն իրար հետ, թե դրանք պարզապես ամեն երկիր իր գլխի, այսպես ասած, եկածն է փորձում։ Դա զուգադիպություն չէ, դա շատ մեծ եւ վաղուց սկսված մի գործընթացի շարունակությունն է։ Ով է հիմնական պարտվողը Ռուսաստանը։ Ռուսաստանը ոչ միայն Ադրբեջանից դուրս եկավ կամ Հայաստանից է դուրս գալի։ Ռուսաստանը կորցրեց 50-ական թվականներին հսկայական միլիարդավոր ներդրումների զենքի վիթխարի քանակով ձեռք բերված ազդեցությունը Միջին Արևելքում։ Ռուսաստանը դուրս եկավ Միջին Արևելքից, Աֆղանստանից սկզբից, Սիրիայից վերջերս, այս օրերին Իրանում կորցրեց բոլոր իր հնարավոր լծակները, անգամ Թուրքիան, որը ոչ մի կերպ չի կարելի համարել Ռուսաստանի լուրջ դաշնակից, թուրքերը ունեն ռուսներին խաբելու, գցելու հարուստ պատմություն եւ ադրբեջանցիները վերջին օրերին ավելացրեցին այդ պատմությանը նոր էջեր, բայց Թուրքիան ցուցադրաբար հրաժարվեց հակաօդային պաշտպանության այն զենքերից, որ մեծ սկանդալներով ՆԱՏՕ-ի հետ վատթարացման շնորհիվ ձեռք բերեց Ռուսաստանից, ասելով, որ այդ S-400 թե 300 անգամ չնկատեցին այդ ռմբակոծությունները, իրանք չկային, դա զենք չէ, դա խաղալիք է, խրտվիլակ է, դա նույնպես շատ մեծ հարված է Ռուսաստանի նաև տնտեսական շահերին եւ համբավին, էլ չեմ ասում քաղաքական։ Ռուսաստանը կորցրեց քրդերին
եւ Օջալանի մենք դա քննարկել ենք 1-2 ամիս առաջ նրա կոչը նշանակում էր, որ ոչ թե զինաթափվում է քրդական բանվորական կուսակցություն, այն վերանում է, այսինքն մարքսիստական, պրոռուսական, պրոսովետական այդ հսկայական ուժը եւ այն անցնում է արևմտյան դաշտ, այսինքն որտեղ չնայես Ռուսաստանը կորցնում է եւ կորցնում է նախ եւ առաջ իր ջանքերով, որտեղ Հայաստանը եւ Արցախը դրա ամենաերևի վառ օրինակներն են։ Այդպես որ պարտվողները շատ են, բայց բոլոր այդ կռվերում մի պարտվողը անընդհատ կրկնվում է եւ դա Ռուսաստանն է։ Իհարկե թույլ տանք մեզ դառը հիշաչարություն եւ ասենք, որ իսկապես անգին է ճակերտներում այդպիսի անկեղծ եւ կրկոտ պաշտպանությունը Ռուսաստանի կողմից հայ եկեղեցու այն դեպքում, երբ Արցախը, որտեղ մեր եկեղեցիները կանգնած են 4-րդ դարից, Ռուսաստանի օգնությամբ եւ հովանու ներքո հանձնվել էին թուրքերին։ Սա մեկ, բայց վերադառնալով բուն հարցին, մենք ֆիքսում ենք, որ Արարատ Միրզոյանը, այսինքն Հայաստանի կառավարության պատասխանը Սերգեյ Լավրովին, այսինքն Ռուսաստանի կառավարությանը, որտեղ արտգործնախարարությունը դա կառավարության մասն է, վերաբերվում է Հայաստանի կառավարություն եւ եկեղեցի, հայոց առաքելական եկեղեցի այդ բախմանը։ Եվ սա շատ լուրջ է, որովհետեւ հենց այդ դրվագից իրավիճակը Հայաստանում քաղաքական, աշխարհակաղակական իրավիճակը փոխվեց։ Փոխեց դա ոչ թե վարչապետ Փաշինյանը, որը սկսեց այդ ծանր, ամոթալի նաև միջոցներն են ամոթալի եւ ընդհանրապես ամբողջ այս գործընթացը։ Այո, բավական է հիշել, որ միջազգային մամուլ, ես էլ չեմ ասում Ադրբեջանի մամուլի մասին, ես մեծ դժվարությամբ ընթերցեցի քաղաքական էնտրոպիայի մասին հայերի որպես լավ չեմ ուզում բայց իրենք իհարկե այո, բայց դա հասավ Եվրոնյուսին, դա հասավ BBC-ին, այսինքն մենք շատ տգեղ լույսի ներքո մենք վնասվեցինք Հայաստանի Հանրապետությունը, հայությունը, պետությունը, ոչ միայն պետությունը, ընդհանրապես վարչապետի ինստիտուտը, կաթողիկոսի ինստիտուտը։ Գիտեք, ի տարբերություն շատ այլ ազգերի, հայերին ընկալում են որպես մի երևույթ, ինչպես հրեաներին ենթադրենք, եւ դա անպայման չէ Իսրայելի հետ կապված կամ մեր դեպքում Հայաստանի հետ։ Հայերը դա համաշխարհային երևույթ են, չափազանց երկար ենք մենք ապրել այս աշխարհում, չափազանց շատ միջազգային զարգացումներում ենք մենք մասնակցել կամ կարևոր դեր, այո, այդպես որ սա մեծ հարված էր, բայց սեղմ ենք ատամները եւ քաղաքական երկխոսությանը վերադառնանք, ինչ տեղի ունեցավ, ոմն վարդապետ Խորենը հանրային հեռուստատեսության եթերում ասեց առանցքային խոսքեր, նա մեղադրեց եկեղեցու ղեկավարին օտար երկրի գործակալ լինելու մեջ։ Եվ այստեղ որևէ մեծ նորություն չկա, շոկը եւ սենսացիան նրանում չէ, որովհետեւ այդ մասին, ես չեմ ասի, գիտեին, բայց խոսում էին վաղուց։ Եվ կաթողիկոսի գործունեությունը, նրա ընդգծված ռուսամետությունը եւ նրա եղբոր խայտառակ գործունեությունը, հատկապես երբ նա օրհնում էր ինչ որ գանգստերական խմբեր, որ ուղարկում են Հայաստան կամ գնում են Ուկրաինա, սա խայտառակություններ ոչ պակաս, քան սա, բայց այնուամենայնիվ դա մնում էր այնուամենայնիվ ինչ որ մի եկեղեցի, ասենք, ներքին կյանք։ Եվ երբ որ վարչապետը սկսեց իր հարձակումը, նա սկզբից գործում էր որպես վարդապետ, որովհետև նա մտավ քրեական հարցերի մեջ, որոնց հետ պետությունը չի կարող առնչվել ըստ սահմանադրության։ Եվ ամեն ինչ փոխվեց, երբ որ մի վարդապետը սկսեց խոսել այնպես եւ այն բաներ ասեց, որը պետք է որ ասեր վարչապետը։ Երբ որ երկրի ղեկավարը մտնում է եկեղեցու գործերի մեջ, դա տարօրինակ է։ Այո։ Որովհետեւ եկեղեցին անջատված է։ Նա վարդապետի, այսպես։ Իսկ վարդապետը Խորենը, որը քրեական, որը նաեւ գավազանակիր էր երկու կաթողիկոսների դեպքում,
խոսում է քաղաքական կարևորագույն գործոնի մասին, որովհետև եթե ազգային կառույցը եկեղեցին մեղադրվում է KGB-ի գործակալներ լինելու, ու կրկնում եմ, մենք առաջի անգամ չէ որ լսել ենք դա, բայց դա ասվել էր հմեկով, չի երկվել, դա գրեթե պաշտոնական է, դա այն ինչ անվանում են օֆիցիոս, դա կիսապաշտոնական հայտարարություն է, եւ դա փոխում է իրավիճակը, որովհետև հենց դրանից է սկսվում Արարատ Միրզոյանի պատասխանը Լավրովին, որովհետև եթե պետական չէ, հանրային հեռուստատեսությամբ, որը բնականաբար վերահսկվում է, մենք բոլորս գիտենք, կառավարության կողմից, ասվում է, որ այսինչ կառույցը KGB-ի վերահսկողության տակ է, եւ հետո կառավարության անդամը առաջին անգամ պատմության մեջ Հայաստանի կառավարության անդամը տեղն է դնում այդ նույն KGB-ի ներկայացուցիչին, ասելով, որ դա ձեր գործը չէ, սա մեր երկիրն է, հեռու մնացեք մեզնից, այս պահին իրավիճակը փոխվում է, որովհետև մենք բոլորս գիտենք, որ եկեղեցուց բացի այդ գործակալները կան եւ ազգային ժողովում, եւ բանակում, եւ հատուկ ծառայություններում, եւ տնտեսության մեջ, եւ այստեղ շրջանը փակվում է, որովհետև Սամվել Կարապետյանի հայտարարությունը, որի համար նրան ձերբակալել են, վերաբերվում էր եկեղեցու պաշտպանությանը, եւ այս պատահական չի, ես մի քանի րոպե առաջ հիշեցրեցի, որ Սամվել Կարապետյանը որոշեց քաղաքականություն մտնել հակաեվրոպական հայտարարությամբ ամիս 1.5 ամիս առաջ, ահա որտեղ է սկսվում այս տգեղ ու ծանր պատմության քաղաքական մասը, այն սկսվել էր ոչ այն մակարդակից, որով պետք է մտներ այդ գործի մեջ վարչապետը, բայց հիմա սա արդեն պետական գործ է, որովհետև պետությունը հիմա պաշտպանում է իրեն, պաշտպանում է ազգային կառույցները, եկեղեցին օտար գործակալներից, այսինքն անձնական հարցը հիմա դարձել է ազգային հարց, բայց ինչից է պաշտպանում կառավարությունը իրեն եւ պետությունը, ինչից է պաշտպանում, սողացող, չընդհատվող գրեթե մշտապես ներկա արկա հեղաշրջման փորձերից 21 թվականից ի վեր հեղաշրջումները չեն դադարում, սկզբից դա բանակի հեղաշրջման փորձեր 21 թվականի գարնանը փետրվար-մարտ ամիսներին, հաջորդ տարի 22-ին դա ազգային ժողովի կներեք, դա արձանի բոլոր հեղաշրջումները, այո, բոլորը հիշում են ներող Չէ, կներեք, բոլոր դրանց հետևում, այդ բոլոր հեղաշրջումների հետևում կանգնած է Ռուսաստանը, եւ մեր կառավարությունը դա երբեք չէր ասում, եւ առաջին անգամ օրեր առաջ դա ասվեց փաստորեն, անուղղակիորեն, բայց հստակ Դրա համար ես ձևակերպումս տվեցի պայքար արտաքին Դուք ինձ ներկայացրեցիք Հայաստանի Եվրոպական կուսակցության նախագահ Ինչու ես ժամանակին անվանեցի մեր կուսակցությունը եվրոպական, որպեսզի ստեղծվի այդ երրորդ ուժը, որովհետև երկրորդը միշտ Ռուսաստանն էր, Հայաստանի դեմ միշտ 100 տարի շարունակ գոնը աշխատում էր Ռուսաստանը, մեր պետականության դեմ, մեր լեզվի դեմ, մեր մշակույթի դեմ, մեր ամեն ինչի դեմ